Ռազմական հաղթանակը ամրագրվում է խաղաղ ժամանակ, ստեղծագործ աշխատանքով, պետականաշինությամբ եւ իհարկե բանակի կառուցմամբ։ Իր ապագան ապահովագրված կարող է համարել միայն այն ժողովուրդը, որի յուրաքանչյուր անհատ իր հոգու պարտքն է համարում մասնակից դառնալ բանակի կառուցման գործին։ Ողջույն, հանրայինի եթերում Մարտիկ հաղորդաշարն է։ Եվ ձեզ հետ են Տիգրան Մակարյանը եւ Արմինե Հարությունյանը։ Այսօր Մարտիկի հերոսն է զինվորականի որդի, կրակադաշտի մարտական օպերատոր Արամ Ամիջանյանը։ Թե ինչ է նշանակում կրակադաշտի մարտական օպերատոր, սկզբում մենք նույնպես այդքան լավ չէինք հասկանում։ Պարզվեց շատ հետաքրքիր է, եւ թե էլ ինչ, կիմանանք Արամին գտնելուց հետո միայն։ Ողջույն, պարոն լեյտենանտ, Մարտիկ հաղորդաշարն է հյուրընկալել ձեզ։ Պարոն լեյտենանտ, մենք փնտրում ենք զորային հրաձգարանի ավագ օպերատոր Շարքային Ամիրջանյանին։ Ներկայիս պահին մեզ մոտ դասընթացներ են։ Զինվորը լսանում է, գնանք լսանում ծանոթանալու։ Մոտքից գազ։ Ազատ։ Շարքային Ամիրջանյան։ Ինձ մոտ։ Այն Մարտիկը, որի որ փնտրում էինք, զորային հրաձգարանի ավագ օպերատոր Շարքային Ամիրջանյանն է։ Որքան ժամանակ է որ ծառայում ես։ Մոտ 5 ամիս ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Քանի տարեկան ես։ 21։ Այսինքն դու արդեն ավարտել ես բարձրագույն ուսումնական հաստատություն, նոր եկել բանակ։ Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի էկոլոգիայի բաժինը։ Արամ, ինձ թվում է մեր հեռուստադիտողի համար անհասկանալի է թե ինչ է նշանակում զորային հրաձգարանի ավագ օպերատոր։ Ժամանակն է, որ դու մեզ բացատրես բոլոր մանրամասները։ Իրոք շատ նրբություններ կան, մեծ սիրով ես հիմա կներկայացնեմ ձեզ։ Եվ այսպես ընկղմվենք կրակադաշտի օպերատորի բազմաթիվ մանրուքներից բաղկացած պատասխանատու մասնագիտության մեջ։ Սա մեր հրաձգարանի ղեկավարման կետն է։ Աղեք դուք եք զորային հրաձգարանի օպերատորներ։ Այո, Որ խնդրենք ձեր տեղը կզիջեք մեզ։ մեծ սիրով։ Կան բազմաթիվ թիրախներ, յուրաքանչյուրը ունի իր առանձին հեռակառավարման վահանակը։ Ես հիմա որը գործի դնեմ, որ խանգարեմ process-ը։ Առաջ քաշող։ Արամ, բանակի մասին շատ լեգենդներ են պատտվում։ Պատմում են եւ լավը, եւ վատը։ Ինչ է լսել բանակի մասին, ինչպիսին է բանակը մինչեւ գալը։ Կան հարցեր, որ կարելի է վիճել, բայց ընդհանուր միտքը իմ ծառայությունն է։ Հիմա այս ամենը կբացատրես մի քիչ ավելի պարզ լեզվով։ Արամը զինվորական է, կոնկրետ հայկիրճ մարդ, ում համար բարի թեթևակի շեղումն անգամ սխալ է։ Պարզ լեզվով բացատրենք մենք։ Արամը ուղղորդում է զինվորների կրակելու ուսումնական process-ը։ Ինչպես տեսնում եք, ուսուցման համար այստեղ մեծ կրակադաշտ է կառուցված, իսկ թիրախները դասավորված են եւ շատ հեռու եւ մոտ։ Այնպես, ինչպես պատերազմի ժամանակ զինվորը կարող է հանդիպել հակառակորդին։ Ենթադրյալ թշնամին թիրախների տեսքով արագությամբ դուրս է գալիս սարերի ետևից եւ նորից թաքնվում։ Հենց այս շարժումն էլ ուղղորդում է Արամը օպերատորի խցիկում նստած։ Դաշտն է, դաշտում գոյություն ունեն բազմաթիվ թիրախներ, թիրախները համարակալվում են։ Ընդհանուր քանիսն են։ 12-ից 16, կան թիրախներ, որոնք կարող են առաջ եւ ետ շարժվել։ Հեռակառավարման վահանակը նախատեսված է թիրախները իջացնելու համար։ Օգնում ես դրանցով ընկերներից։ Եթե չեն կպնում իջացնում ես։ Չէ։ Մանրուքները կարևոր են կարգուկանոնի համար։ Մեծ խնդիրները հետագայում որ առաջանում են հենց նույնիսկ մանրուքների պատճառով։ Ամենաբարդ թիրախը ո՞րն է։ Առաջ եւ հետ գնացող թիրախը գտնվում է անդադ շարժի վիճակում, նրան խոցելը շատ դժվար է։ Ինչպիսին պետք է լինի քո պատկերացրած իդեալական հրամանատարը, որպեսզի զինվորի մոտ նրան նմանվելու ցանկություն առաջանա։ Գիտեք, առաջնահերթ պայման ես համարում եմ սպան կարողանա հասկանալ զինվորի հոգեբանությունը, դա բավականին բան է փոխում զինվորի կյանքում, իսկ մնացած հարցերում զինվորը կարողանում է իրեն ավելի պաշտպանված զգալ։ Բավականին լավ տիրապետում ես քո այս օպերատորական վահանակին, իսկ ո՞նց ես կրակում։ Գրակայինից նորմալ գրակում։ Լավ Արամ, ավելի լավ է փորձով համոզվենք, ու եթե նկատել ես այնտեղ կրակողների մեջ կա նաև քաղաքացիական համազգեստով մի տղա երիտասարդ, ով այստեղ է եկել հատուկ քեզ հետ ծանոթանալու համար, նա մեր հաղորդման հյուրն է։
Այժմ կիջնենք ներքև եւ երեքով միասին կփորձենք կրակել։ Այդ սիրով։ Մարտիկի հյուրն է Կարենը, ով տեսնելով կրակադաշտը այնպիսի մարտական ոգևորության մեջ էր ընկել, Ավակ Սիմոնյանը պատրաստ է մարտի։ որ մի պահ լիովին մոռացել էր հյուրի կարևոր պարտականությունները։ Կրակել կարելի է սովորել պարբերաբար պարապմունքներով միայն։ Ուստի կարող եք ենթադրել, թե որքան շատ է Արամի աշխատանքը։ Պարապմունքներն այստեղ ոչ թե նկարահանման առիթով կազմակերպված միջոցառում են, այլ սովորական ամենօրյա առօրյայի մի հատված։ Արամի խնդիրն է մշտապես ծարքին վիճակում պահել թիրախները եւ դրանք գործի դնող համակարգը։ Իսկ քանի որ գործ ունես տեխնիկայի հետ, անսարքությունները բնական ուղեկից են։ Հատկապես երբ այսօր բանակում կրակել սովորում են բավականին պրոֆեսիոնալ եւ ծանրաբեռնված գրաֆիկով։ Արամ, ծանոթացի դերասան Կարեն Սիմոնյան։ Կարենի այստեղ լինելու նպատակն է, որպեսզի ծանոթանա քո բանակային առօրյային եւ հուսով եմ մի փոքր կպատմի իր բանակային տարիներից։ Մեծ հաճույքով Տիգրան ջան, որովհետեւ բանակային կյանքն է, որ դու կյանքում չես մոռանա հաստատ։ Պետք է արդյոք ծնվել դիպուկահար, թե ցանկության դեպքում կարելի է սովորել լավ կրակել։ Դիպուկահարությունը կախված է առաջին զենքի նշանոցի վիճակից, երկրորդ գնդակի որակից, Լինում են նաև նմանատիպ դեպքեր, երբ ասեղիկը խփում է ճայթիչին, բայց կրակ չի արձանագրվում։ Այդ դեպքում պետք չէ խուճապի մատնվել, պետք է միայն զենքը վերալիցքավորել եւ շարունակել կրակը։ եւ վերջապես հենց կրակողից։ Թիրախը խոցելու համար նախ եւ առաջ ըստ համապատասխան պայմանների պետք է ճիշտ ընտրել կրակելու դիրքը, ճիշտ նշան բռնել եւ սեղմել միայն այն ժամանակ, երբ ողջ մարմինդ պատրաստ է կրակելու։ Մեզ կբացատրեք վարժության բնույթը որների իմաստը եւ ինչ էին անում։ Սկզբում բարձրանում էին թիրախները 10-յան եւ համար 6 թիրախները, զինվորները պետք է կրակեին թիրախները խոցեին պարկած դիրքից, հեռավորությունը 250-ից 300 մետր։ Բարձրանում է համար 9 թիրախը, հեռավորությունը 350-ից 250 մետր։ Երբ սկսում են քայլել, ընթացքում են կրակում համար 9 թիրախի։ Այո։ Հեռավորությունը 350-ից 250 մետր։ հաջորդ քայլը ծնկում էին եւ ծնկած են կրակում։ Եթե խոցված չի լինում, նշանակետը։ Հաջորդ քայլը ծնկած դիրքից։ Ինձ կսովորեցնեք կրակել եւ այդ նույն վարժությունները կրկնել։ Իհարկե, մեծ սիրով։ Դե գնացինք անփորձ մարդու առաջին հայացքը բանակային դժվարությունների։ Բառերն այս պատահական չասացի։ Անփորձ մարդը կրակադաշտում իրոք վտանգավոր իրադարձություն է։ Թե ինչ կլինի, անակնկալ շրջապատողների համար։ Մի խոսքով կարող է լինել գրեթե նույնը, ինչ եղավ նրանց հետ, երբ որոշեցին զենքը կապիկին տալ։ Բացի անփորձից, զենքը չի կարելի վստահել նաև անպատասխանատու մարդուն։ Չէ, այսինքն կարելի է, բայց ահա թե ինչեր կարող են լինել։ Պատճառը? Պատճառները շատ են։ Գլխավորը զենքը մաքրել է պետք։ Սուրբ օրենք է, մաքրել յուրաքանչյուր անգամ կրակելուց հետո։ Հա, նաև, եթե պարզվել է փամփուշտը խոնավ է, անորակ, եւ այսպես ասած օծիչկա է տվել, չնայեք զենքի փողի մեջ։ Դե, ինչպես ասում են, անփորձանք։ Արմին ձիգ բռնում ես ին վրա է գալու։ Ձիգ բայ, ագնի։ Միրոքն։ Դու խոփ եկե բան այ։ Մլը չսխմենք, հա։ Բանը որ թռնում է ինձ չի խփի։ Չէ։ Ինձ կխփի, քեզ չի խփի։ Չես կարծում որ այս հատկացած Ոչ, վախում եմ։ Նկարի։ Հալո, ես կողքի որ նկարեք ինչ կլինի, դա սիրուն է ավելի։ Որ գիժը։ Կրակելուս այմ առաջին փորձն է, որոշեցի օգնության կանչել Կարենին, որպեսզի ինձ ավելի վստահ զգամ, նաև ինձ կօգնես խոսափողը պահելու եւ սովորելու process-ում, լավ, դու քանի որ մեծ փորձ ունես։ Սկսենք։ Ինչից ենք սկսում։ Ստանալով մարտի հրամանը, պայստատուփ համրացնում ենք զենքին, բացում ենք պահպանակը, լիսկավորում զենքը եւ պատրաստ ենք կրակելու։ Շատ լավ։ Կարեն, քո արդյունքները ոնց եղան։
Դե արդեն 7 տարի չէի կրակել, բայց լավ էր։ Դժվար է սովորել կրակել։ Չէ, ես դժվար չեմ սովորել։ Ինչ զենքով եք կրակում։ Ես AK-74։ Ես բոլոր զենքերն սիրում եմ, բայց իմ ամենասիրած զենքը եղել է AK-74-ը։ Իսկ ինչ էր հենց այդ զենքը սիրում։ Չգիտեմ, ինքը ավելի նուրբ ու ավելի հեշտ կառավարելի զենք է։ Կարեն, եթե այսպեսի մի բան կա տղամարդկանց մոտ, եթե քաղաքացիական տարիներին մեքենան են համեմատում կնոջ հետ, չգիտես ինչի ինձ թվում է բանակային տարիներին զենքն են սկսում համեմատել կնոջ հետ։ Այն նման երևույթ գոյություն ունի, դու ասացիր նրբություն կա, չէ՞, զենքի մեջ։ Բայց անկեղծ ես դες բան չեմ լսել, որ մեքենան համեմատեն կնոջ հետ, բայց այստեղ մի հատ ուրիշ բան կա բանակում։ Զենքը քո անբաժան ընկերը պետք է լինի, որովհետև դու իրան այնքան պետք է սիրես, որ ինքը քեզ ոնց ուզես տենց ենթարկվի։ Իսկ ես անկեղծ իմ փորձից էլ ասեմ, մեքենաները բնավորություն են ունենում, իրոք ունենում են, իսկ զենքը նման հատկանիշ ունի։ Հիմա սենց ասեմ ձեզ, այ օրինակ, չգիտեմ, եթե կենթանի եք տեսնում, ձեր ասած մեքենան, ինչ որ մի բանի նմանացնում եք, չէ՞։ Ասենք, այ ասում եք, սա ավելի շատ աղջիկ է, սա տղա է մեքենան։ Նույնը զենքն է։ Քո զենքը աղջիկ էր, թե տղա։ Տենց այդքան չեմ խորացել։ Միշտ բայ առաջ։ Ահա, դե պինդ բռնի։ Վերան բաց բայ։ Թվում է թե առաջին պայմանը դիպուկ լինելն է, բայց ես դες հավաստիացնում եմ, ամենագլխավոր պայմանը ֆիզիկական մեծ ուժն է, որովհետև անտանելի ծանր է եւ խլացնում է։ Ասում են կանայք բնածին ավելի շատ հատկանիշներ ունեն լավ դիպուկահար լինելու, քան տղամարդիկ։ Ֆիզիոլոգիական առումով դիպուկահարության համար կնոջ շնչառությունն առավել բարենպաստ է, կարողանում է երկար անշարժ մնալ։ Կինը առավել սառնասիրտ է եւ համբերատար։ Այո, հենց այդպես, կնոջ ձեռքը չի դողում։ Գիտեք, որ կա երկիր, որտեղ կանանց համար նույնպես պարտադիր զինծառայություն է։ Իսրայելում, երբ տղան առաջին անգամ հանդիպում է աղջկան, առաջին բանը, որ հարցնում է, որ զորքերում ես ծառայել։ Առաջին կին մարտիկները Իսրայելում հայտնվել են դեռ պետականության ստեղծումից առաջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հաղթանակից հետո Եվրոպայից Պաղեստին տեղափոխվեցին հազարավոր փրկված հրեաներ, այդ թվում եւ կանայք, ովքեր վաղուց սովորել էին զենք բռնել։ Երբ Միացյալ Ազգերի կազմակերպությունը ընդունեց Իսրայելի գոյության իրավունքը, մահմեդական աշխարհը ջիհադ հայտարարեց հրեաներին ծովը նետել նշանաբանով։ Այդժամ դիմակայելու միակ ճանապարհը դարձավ համազգային մոբիլիզացումը։ Երիտասարդ պետության համար թանկ էր յուրաքանչյուր զինվորը։ Աղջիկները զենք վերցրին իրենց եղբայրների եւ ամուսինների հետ միասին։ Պարզվեց, որոշումը ճիշտ էր։ Կին զինվորները խիզախ կռվում էին մարտական գործողություններում, կամուրջներ պայթեցնում, պաշարված պահում Երուսաղեմը։ Փոխարինում էին տղամարդկանց օժանդակ զորքերում։ Բացի այդ, ջոկատներում կանանց ներկայությունը բարձրացնում էր ընդհանուր մարտական ոգին, ինչը վաղուց դեռ ապացուցել էր հայրենական պատերազմը։ Ներկայումս Իսրայելում ամեն 5-րդ զինվորը աղջիկ է։ Զորակոչի ենթակա են Իսրայելի քաղաքացի, առողջական պահանջներին համապատասխանող, չամուսնացած 18 տարեկան բոլոր աղջիկները։ Ծառայության սովորաբար գնում են մեծ ոգևորությամբ։ Բանակից թռնել կամ ալտերնատիվ ծառայություն ընտրել Իսրայելում աղջիկների համար շատ հեշտ է, բայց քչերն են սեփական կամքով հրաժարվում նման արժեքավոր փորձից։ Իսրայելը կանանց զորակոչեց բանակ, երբ հասկացավ, որ միայն համազգային բանակը անքննարկելի անկախություն կապահովի իրեն։ Համազգային բանակ լինելու խնդիր այսօր մենք էլ ունենք։ Շատ չենք, ռազմական գիտելիքների տիրապետող յուրաքանչյուր անհատ ոսկու գին ունի։ Սակայն դեռ ավանդական կոմպլեքսներ ունենք։ Գուցե մի օր մենք էլ կհասկանանք, որ թեկուզ 1 տարի
Թեկուզ շատ ավելի հեշտ պայմաններում ծառայեց աղջիկը, հետագայում այնպիսի որդի կդաստիարակի, որ հակառակորդը մեր սահմանին մոտենալու մտքից անգամ կդողա։ Իսկ այստեղ ինչ եք անում։ Այստեղ առավոտյան ֆիզ պատրաստություն է։ Կրակադաշտից Զորանոց ճանապարհին տեղակայված էր մարզահրապարակը, որը բնականաբար Տիգրանի աչքից չվրիպեց։ Բոլորը ոգևորվել էին կրակելուց, բայց Տիգրանի համար առանց սպորտի ուրախություն չկա։ Ինչ կարել հիշում ես մի բան սպորտից։ Ոչ չհիշ։ Փորձենք երեքով։ Ինչ։ Ձգում։ Ձգում կամ մի վարժություն դու առաջարկիր։ Ձգում։ Ձգում։ Փորձենք։ Եկեք։ Արամը իրոք համեստ մարդ է, չցանկանալով մերժել Տիգրանի նախաձեռնությունը, առանց ասելու համաձայնեց մրցել վնասված ձեռքով եւ դեռ ված զգաց, որ չկարողացավ հավասար մրցել։ Թեթևատ պատրաստ ես։ Սկսենք։ Գնացինք։ 1 2 3 Ես չկարողացես։ 4 Ցեքված։ 5 6 7 9 10 Երեք։ Ինչ եղավ։ Ձգել ես մկանաց։ Այստեղ անցնի կա։ Ոչինչ Արամ, փոխարենը դու Տիգրանից լավ ես կրակում, իսկ նա պրոֆեսիոնալ սպորտսմեն է։ Տակ պայմ մի քիչ էլ Մասաժներ։ մասաժան ես։ Շուտ կզգի։ Գնացինք։ Քեզ ինչ եղավ սպորտսմեն։ Դե ես 7 տարի հին սպորտսմեն եմ արդեն։ Սպորտսմենը հիմնորդ չի լինի։ Դու հաստատ ուներ մինչև գալ քո պատկերացումները։ Եկար ու այնինչ տեսար, որքան էր համապատասխանում։ Նախ իմ հայրը այսօր աշխատում է այդ նույն համակարգում, շփվել եմ բանակային կյանքին, անսպասելի երևույթներ իմ կյանքում տեղի չեն ունեցել։ Կասես հայրդ ի պաշտոն է, ով է։ Հայրս փոխգնդապետ է, մարտական ուղին սկսել է Ղարաբաղյան շարժումներից։ Հիշում ես հորդ պատգամը, երբ գնում էիր բանակ։ Ցավալի մոտ հարց տվեցիք ինձի, բանակ գալուցս 1 օր առաջ հայրս գործի բնույթից ելնելով գտնվում էր նախարարությունում, իսկ հաջորդ օրը իմ բանակի քեֆներ, այսպես ասած, Չի կարողացել ներկա լինի իմ բանակի քեֆին։ Կարծում եմ դա բնական է, զինվորականի նորմալ առօրյան է։ Ասացիր, որ հայրդ Արցախյան ազատամարտին է մասնակցել։ Ինչ է պատմել հեչ Արցախյան պատերազմի տարիներից։ Եվ պատմվածներից այսօր շատ բաներ կա, որ ինձ մխիթարում է բանակում, շատ մեծ ուժ է տալիս։ Օրինակ ինչպիսի պայմաններում էինք կռվում եւ ինչպիսի լավ պայմաններ հիմա դուք ունեք այդ ամենի համեմատ, չէ՞։ Շնորհ տարբերությունը շատ մեծ է, համեմատելու չի ընդհանրապես։ Եվ նման պայմաններում նրանք կարողացել են կռվել եւ այսօր մեզ նվիրել ազատ Արցախ։ Արամ Սազարյան ննջասենյակն է։ Այո, Եվ որտեղ ես դու քնում։ այստեղ Կարեն նկատեցիր թե այստեղ ամեն ինչ կոկիկ հարդարված։ Ձեր ժամանակ էր այսպես։ Հա, մեր ժամանակ էլ այսպես եղել։ Կարեն, իսկ հիշում ես թե անկողինը ոնց էին հավաքում։ Տենց բանը չես կարողանա մոռանալ, որովհետև 2 տարի դու ամեն օր նույն բանն ես արել։ Վստահ ես։ Եմ կարող եմ հենց հիմա հավաքել անկողինը։ Ես քեզ կօգնեմ մեկ վայրկյան։ Դե մեր ժամանակ սենց չեն խաղ։ Ձեր ժամանակ չգիտեմ, ամենևս խաղ։ Ամենակարևոր մասն է։ Գծերը։ Քույլը։ Ո՞րն է ցույց։ Քույլը 7 տարի եմ ինչ զորացրել եմ բանակից։ Փաստորեն հարգելի հերոսատիտող, մեր բանակը այնպիսի դասեր է տալիս, որ ամբողջ կյանքում չես մոռանա։
փորձենք կազմակերպել մի փոքր էքսկուրսիա դեպի անցյալ, քո ծառայության տարիները եւ փորձենք համեմատել եւ զուգահեռներ անցկացնել։ Պատմիր քո ծառայությունից։ Մի հետաքրքիր բան եմ ուզում պատմեմ, երբ ավակ էի ու նոր սովորեցնում էինք նորակոչիկին, թե ինչպես պետք է նշան բռնել ավտոմատից, մի նորակոչիկի ասացի, երբ նշան ես բռնում, փողի սկզբի կետը, նշանացող նաեւ նշանատիկին եւ պատկերացրել դա շ տառ է։ Ինձ ասաց հայերեն շ։ Ասացի չէ, ուրեմն ուշադիր լսի։ Նորից նույնը կրկնում եւ ասում շ տառ է, ռուսերեն։ Ուսոնց զբանից թվաց հասկացավ, ինքը մեկ էլ ասաց մեծատավ շ թե բուք։ Այսպես շատ հետաքրքիր պատմություններ է եղել։ Կանեն քեզ բանակում ամենադժվարը ինչն է տրվել։ Ամենադժվարը շոքին ու ծանրությանը։ Ամեն ինչը որ մենք հագնում էինք, կասկա, հակագազ, ավտոմատ, մի խոսքով մոտ երևի մի 20 կիլոգրամ ու գնում ենք։ Հետո ես միշտ ասում եի, կարող ենք մենք մեքենաներով գնանք հրացական, ինչու ենք ոտքով գնում այդ շոքին քարքարոտ ամբողջ վաշտը, բայց հետո զգացի, որ չէ, իսկական մարտիկ, իսկական զինվոր դառնալու համար այդ արգելքները պետք է անցնես։ Բանակից հետո մի քիչ հեշտանում է կյանքը։ Արամ, իսկ քեզ ինչն է ամենադժվարը տրվել։ Ճիշտ ասած, բանակում կլիմայական պայմանները, այսինքն նույն շոկը։ Ասում են բանակից որպես ամենաթանկ հիշողություն մնում են բանակային ընկերները։ Նրանք ուրիշ են, նրանց հետ մի ամբողջ կյանք ես ապրում, անցնում կրակի ու ջրի միջով։ Ուստի առանց Արամի ընկերների հետ ծանոթության օրը կիսատ կլիներ։ Բանակում ամենադժվարը ինչն է։ Համակերպվելը։ Ինչին։ Նոր միջավայրին, նոր շրջապատին, բայց համակերպվելուց հետո արդեն ամեն ինչ ավելի հեշտ է։ Կբնութագրես Արամին թե որպես զինվոր, թե որպես ընկեր։ Արամը շատ լավ ընկեր է, շատ հեշտ է նրա հետ աշխատելը, շատ կազմակերպված երիտասարդ է, շատ է սիրում շփվել մարդկանց հետ։ Բանակը տալիս է հատկանիշներ մարդկանց շուտ ճանաչելու։ Երբ մարդ մենակ է լինում, այսինքն այստեղ հնարավորություն ենք ունեցել բացահայտվենք, ոնց որ մենք կանք։ Տենց մարդուն կճանաչես, ոնց որ ինքը կա, ինքը չի կարա ինչ որ դիմակ հագնի ու քեզ ներկանա։ Դու հաստ կճանաչես իր իրական դեմքը։ Իսկ ինքդ քեզ ճանաչել ես բանակում։ Շատ բաներ կար, որ ես չէի պատկերացնում, որ տենց կվարվեմ տվյալ պարագայում, բայց բանակում պարզվեց, որ հնարավոր է, որ տենց էլ պահեմ ինձ։ Իսկ դու քեզ զարմացրել ես։ Ցավոք լավ առումով չէ, բայց վատ առումով զարմացրել եմ ինձ։ Եղել է մեկը մի բանից ավելի շատ հասկանա, մյուսը օգնի կամ իրարից ինչ-որ դասեր քաղեք։ Երկուսս է սովորել ենք միաժամանակ, եղել է դեպքեր ինքը չի հասկացել ինչ-որ մի բան, ես եմ իրան բացատրել, նույնն է հակառակը։ Ձեր մեծ զինվորների ինչ թեմաներով են հիմնականում վեճեր լինում, չասես չեն լինում։ Լինում են, իհարկե լինում են, վեճեր կարող են լինել ինչ ֆիլմ դիտելու համար։ Երբևէ այդ թեմայով եղել է որ վիճել են այնքան, որ ասենք ամիսներով իրար հետ չեն խոսել կամ կռվի է վերածվել։ Նմանատիպ վեճերը երկար չեն կարա տևեն, որովհետև պայտակ է լինում, հետո մի կերպ նստում նայում ես այդ կինոն ու Արամի հետ էլ ա եղել տենց նմանատիպ վեճ, ինքը մի քիչ ավելի տենց պատերազմական կինոյի սիրահար է, ես ավելի տենց մի քիչ մելոդրամա, ռոմանտիկա, բայց էլի նայում ենք։ Դա բնականաբար գնդապետի որդի է։ Արամի համար պատասխանատվություն բառը նույնպես շատ կոնկրետ իմաստ ունի։ Պատասխանատու է այն մարդը, ով ռեալ կարող է գնահատել իր վրա դրված բեռի ծանրությունը, համեմատել այն իր ուժերի եւ խղճի հետ։ Թե չէ կարող է այնպես պատահել, որ խիղճը թույլ չտա բեռը վայր դնել, իսկ ուժերը չներեն տանել այն։ Ինչ-որ բառեր կան, որ բացատրում են հայրենասիրությունը որն է։ Պարտք, ընտանիք, ծնողներ, բոլորն էլ թող հպարտ լինեն, որ Արամի նման զինվորներ են ծառայում այսօր հայկական բանակում եւ հանգիստ կարող է լինել, չի վախենում ոչնչից, դա է կարեւոր այսօր հայկական բանակում։ Նստեք։ Շարքեն Ամերջանյան։ Ինձ մոտ Պարոն փոխգնդապետ, Շարքային Ամերջանյանը ներկայացել է ձեր հրամանը։ Շարքեն Ամերջանյան, բարի խիղճ ծառայության համար Զորամասի հրատարակության կողմից խրախուսում ես 5 օր կարճաժամկետ արձակուրդով։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետության։ Շնորհավորում եմ։ Արամ ջան, շնորհավորում եմ։ Շնորհավոր Արամ։ Վերջին անգամ երբ ես տանը եղել արձակուրդ, ունեցել ես երբ եղել։ Արձակուրդ չեմ ունեցել, վերջին անգամ բանակ գալուց առաջ։ Սիսիանում ընկերներ ունես, ում պետք է տեսնես։ Լավ, ինձ թվում է ժամանակն է, որ մենք ուղևորվենք Սիսիան, հանդիպելու ընտանիքին եւ Արամի ընկերներին։
Արամը ռեալ գիտակցում է, ինչը ինքը կարող է անել, ինչը ոչ։ Ավելորդ գլուխ չի գովում։ Ակամայից հասկանում ես, որ սա արդեն բնավորություն է։ Սա 21 տարիների ընթացքում ռազմական ճշգրտությամբ ապրած ընտանիքի երեխայի բնավորություն է։ Այս ամենի մեջ նա ապրել է իր ողջ 21 տարիները, աչքի առաջ ունենալով իր հոր, փոխգնդապետ Ամիրջանյանի օրինակը։ Պարոն փոխգնդապետ, քանի տարի է ծառայում եք հայոց բանակում։ Ծառայում եմ 20 տարի հայկական զինված ուժերում։ Ենթադրվում է, որ զորակոչիկների մի քանի սերունդ եք արդեն տուն ճանապարհել։ Կարող է հիշեք մոտավոր քանի սերունդ եք դաստիարակել։ Թե վերցնենք տարեկան 2 զորակոչ ու բազմապատելի մոտավորապես 300-400 հոգով արդեն թիվը բարձրացել։ Եթե առաջ պայմանները այդքան էլ լավ չէին բանակում, խնդիրները ավելի շատ էին, չգիտես ինչի թվում է, որ զինվորները մի փոքր ավելի քիչ էին բողոքում։ Թե առաջել էին բողոքում, պարզապես հիմա բանակն է մի քիչ ավելի բաց։ Բանակն է ավելի շատ բաց հասարակության առաջ, հասարակական կազմակերպությունների առաջ, դրա համար ավելի շատ ինֆորմացվում են բանակում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Դուք քանի տարի է արդեն միասին եք։ Մենք արդեն 25 տարի ամուսնացել ենք։ Եվ 25 տարի է ընթացքում ինքը ծառայության մեջ է եղել։ Այդ ամբողջ ծանրությունը կարելի ասել համարյա իմ ուսերին է եղել։ Ուզում էի հարցնել, հեշտ է լինել զինվորականի կին։ Ամեն ինչը զուտ զինվորականի ոճով կարելի ասել։ Ճիշտ է, ինքը շատ ժամանակ ծառայության մեջ է եղել, կռվի ժամանակներից սկսած մինչև ներկա պահին։ Արցախյան ազատամարտի ժամանակ ձեր ամուսինը մեկնում էր ռազմաճակատ։ Արամը երբ հարցնում էր, թե որտեղ է հայրը, ինչով է զբաղված, ինչ էիք պատասխանում։ Այդ տարիներին բոլորը գնում են ռազմաճակատ, բոլորը դրա մասին էին խոսում, ինքը շատ փոքր էր այդ տարիներին, բայց ինչ որ չափով ինֆորմացիա ուներ, որ վիրավոր զինվորներ էին բերում, շատ ժամանակ իրանց քնած թողնում ենք, մենք գնում վիրավոր զինվորներին բերելու տեղը, ինչ որ տեղ մոգոնելով, ինչ որ բան խափելով, հեսա պապան կգա, ամեն ինչ նորմալ կլինի, լավ կլինի։ Արամի մասնագիտությունը դուք եք ընտրել, թե ինքն է որոշել։ Արամը ուզում էր դառնալ բժիշկ, ռազմաբժշկական էր ուզում տալ, ընթացքում մտկափոխվեց, որոշեց էկոլոգիայի բաժինը։ Եվ եթե օրերից մի օր Արամը որոշի վերադառնալ դեպի ռազմաբժշկական մասնագիտություն, դուք կողմ կլինեք, կաջակցեք նրան։ Նախ ասեմ, որ ես իհարկե կողմ կլինեմ, երկրորդ երթումը կտա, դա Հիպոկրատի երթումը ինքը կտա, մնացածը կախված է իրանից։ Շատ հաճախ մայրերը զինվորների մեջ ծագած խնդիրների պատճառով մեղադրում են բանակ։ Ինչ եք կարծում, ամեն ինչում բանակն է պատասխանատու, թե ընտանիքը ինչ որ ֆունկցիա կարող է ունենալ։ Ընտանիքը կարևոր նշանակություն ունի ամեն դեպքում։ Ինձ թվում է դա զինվորից է գալիս, ինքը պիտի կարգավորի իր առօրյան անցնի նորմալ։ Իսկ կարողանա զինվորը կարգավորել իր առօրյան նորմալ, թե ոչ, կախված է իր 18 տարիների դաստիարակությունից։ Հայ մայրեր, այդքան մի անհանգստացեք ձեր որդիների համար։ Չափից ավելի հոգատարությունը կարող է վտանգել ապագայի նրանց մեծ հաղթանակները։ Իսկ եթերում Մարտիկ հաղորդաշարներ, եւ ձեզ հետ էին Տիգրան Մակարյանը եւ Արմինե Հարությունյանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Հոգիս աստծուն, պատիվս ինձ, զենքս որ դուս իսկ սերես մայրերին կտամ, ապարդայած բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ, բիբլիական մասիսի պես, դուք միշտ հզոր հայոց բաներ պատիվ ունեմ։